Բարի երեկո, ձեզ հետ Սուրանկյունն է, որի նպատակը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Մեր ճանապարհը տանում է դեպի նպատակ, եւ կարևոր չէ, թե որքան երկար է այդ ճանապարհը, քանի որ առանց նպատակի չկա գործունեություն։ Ինչպես տեղյակ եք, Սուրանկյունը քաղաքական թեմաների չի անդրադառնում, թեպետ շատերը պնդում են, որ մեր ներկայացրածը այս կամ այն կերպ առնչվում է նաև քաղաքականությանը։ Այդուհանդերձ այս շաբաթ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք խորհրդանշում եւ ամբողջացնում են զարգացման եւ առաջընթացի նոր շրջանը։ Խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի երթնակայության ժամանակ ըստ իս հասցեագրված մեսիջների եւ արարողությունից հետո Բաղրամյան պողոտայի դեպքերի մասին է։ Երթնակայության տեքստից հատուկ առանձնացրել ենք այն հատվածները, որտեղ նախագահը նշում է, որ երկրում կան լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ, որոնք բխում են նախ եւ առաջ հասարակության շահերից։ Նույն տրամաբանությամբ մի հատված էլ կներկայացնենք կառավարության հրաժարականի ընդունման առիթով Սերժ Սարգսյանի խոսքից, որից հետո կվերադառնանք եւ կտեղեկացնենք, թե իրականում ինչ է կատարվել Բաղրամյան պողոտայում։ Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ։ Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ, ավելի արդյունավետ աշխատելու պահանջ։ Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել։ Առաջիկա 5 տարիներին մեր պետության եւ ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը։ Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է։ Կառանձնացնեմ 3 հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն։ Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են։ Արդյունավետ եւ վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն։ Ահա հաջողության մեր բանաձևը։ Երկրորդ առաջնահերթությունը իրավունքի գերակայության ապահովումն է։ Բոլորի հավասարություն օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե տնտեսական, թե քաղաքական զարգացման համար։ Երրորդ առաջնահերթությունը, որ ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության խորացումն է։ Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք։ Մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից։ Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով ձեր լավագույն ավանդույթները անպայման կկատարի իր առջև դրած խնդիրները։ Իսկ այս խնդիրները բազմազան են։ Թող անամեջ չի, եթե ասեմ, որ Սուրանկյունը եւս կփորձի վերհանել մասնավորապես սոցիալական արդարության վերականգնմանը խոչընդոտող հորի երևույթները եւ հետեւողականորեն աշխատել դրանց վերացման ուղղությամբ։ Եվ այսպես, ինչ է կատարվել Բաղրամյան պողոտայում։ Այն, որ Ռաֆի Հովհաննիսյանը պետական մտածողություն ունի ու բարեկիրթ է, շատ շատերը չէին կասկածում։ Դրանում համոզվեցինք նաև ապրիլի 9-ին, երբ ի հեճուկս չակերտավոր քաղաքական որոշ գործիչների եւ պղտոր ջրում ձուկ որսացողների, որոնց համար մարտի 1-ի կրկնությունը պարզապես ձեռնտու կլիներ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն չգնաց առճակատման ճանապարհով։ Սադրանքներ եղան, կադրերում կտեսնեք, ինչ որ առումով մեղավոր էին նաև ոստիկանները ամբողջությամբ չկանխելու համար, նաև ճիշտ կլինի հետաքննություն սկսել ազգային ժողովի նախկին падգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ, բայց ողջախոհությունն ու բանականությունը ի վերջո հաղթեցին։ Հատուկ շնորհակալություն թե Ռաֆի Հովհաննիսյանին, թե ոստիկանությանը։ Ու Ծիծեռնակաբերդի ուշահամալիրում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ մոմավառության ու աղոթքի արարողությունը ցույց տվեց, որ մենք թևակողում ենք ներքաղաքական հարաբերությունների կարգավորման որակական նոր փուլ։ Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում եւ Ծիծեռնակաբերդի ուշահամալիրում տեղի ունեցածը առանց մեկնաբանության։
Ոչ, այդ զորքը հայրենիքի զորքն է։ Ինչի՞ց սպառնացեք զորքով։ Թշնամուն սպառնացեք զորքով, ինչի՞ց սպառնացեք։ Սա այդ զորքը չի։ Ես գեներալին ուղարկում եմ, խնդրում եմ։ Մենք միասին գնում ենք, Ձախով Դեմիրճան։ Մոմավարության։ Ես մոմեր հիմա մոմերը կմիացնենք Ձախով Դեմիրճան։ վարենք իրարատել գնանք։ Ողքովը չգավ շանվորքեր։ Աղոթում եմ ձեզ հետ միասին մեր բաբերի, մեր երեխաների թորների համար։ Աղոթում եմ Վարոն Սարգսյանի համար, Վեհապար Հայրապետի համար, աղոթում եմ այն տղաների համար, որոնք հիմա Բաղրամյան բողոքայում են դիմացը նաև մեր ոստիկանների համար, բոլորի համար։ Սա մեր հայրենիքն է։ Օրհնյալ ես Տեր մեր Քրիստոս Հիսուս։ Օրհնյալ ես այժմ եւ միշտ Հավիտյանս հավիտենիցս։ Ամեն։ Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Երեսի անունով, Երեսի կանքով, որպես եկինս եկերի, սաս մեզ անապազորով, դուրս ասոր, երողս սատանան, որպես մենք թողում մերոց պարտաբանած, և մի ամիտ մեզ գործություն, արդյունքյաց մեզ շարեց, զիկոր արկայություն և զորություն և պատկավիթանացալում։ Շնորհակալ ու երախտապարտ ենք փառավոր մեր Տեր Քրիստոս Հիսուս։ Հայր բարձել Աստված ու ողջաստված ու մեր կորոքով։ Շնորհակալ ու երախտապարտ ենք, որ պահում պահպանվել երկրի Հայաստան։ Ողորմում ենք մեզ անարժաններից, ուղղորդում ես Տեր ճշմարիտ կյանքով։ Քանզի մենք քո զավակներն ենք և մեր հոգիներ ներությունը ձեզ են պատկանում, այժմ և միշտ և ավետյանս հավետանիցս։ Ամեն։ Երբ նախորդ թողարկմանը ներկայացրինք Երևան-Սևան ռազմավարական նշանակության մայրուղու անմխիթար վիճակը եւ այդ առնչությամբ խոսեց Հայ-Ավտոճան ընկերության ղեկավար Հենրիկ Քոչինյանը, որը կարելի ասել աննրբանկատություն ունեցավ, ծիծաղելով մեզ ասել, թե դեռ շատ բան չեք տեսել։ Նկատի ունենալով ավելի սարսափելի վիճակում գտնվող ճանապարհներ, չենք մտածում, թե հեռուստադիտողը կարող է այդքան զայրացած եւ բուռն արձագանքել։ Զանգահարողները նշում են, թե ծիծաղելու ոչինչ չկա, լացել է պետք։ Կամ փոխարենն ասեր, այո, ֆինանսավորում չկա, բայց տեսնենք, թե ինչպես կարող ենք ծանր վիճակից դուրս գալ բարոյական նվազագույն կորուստներով, կարծես չարախնդում էր։ Հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը, այդ իսկ պատճառով որոշեցինք ընթացք տալ կարելի ասել զայրույթ բողոքներին եւ հայաստանյան ճանապարհների իրական վիճակի մասին առավել ընդգրկուն հետաքննություն անցկացնել, մանավանդ որ դրա համար նաեւ օբյեկտիվ այլ հիմքեր կան։ Նախ, կարծում եմ, գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ միջպետական ճանապարհները ազգային անվտանգության բաղկացուցիչն են։ Երկրորդ, ամերիկյան տուրիստական խոշոր ընկերություններից մեկի ղեկավարը օրերս հայտարարել է, թե հայաստանյան ճանապարհների վատ վիճակը լուրջ խոչընդոտ է Հայաստան եկող անդրօվկիանոսյան տուրիստների համար, իսկ այդ դեպքում մեր պետբյուջեի եկամտային մասը կարող է լուրջ հարված ստանալ։ Եվ վերջապես, եթե ուշադրություն դարձրել եք, նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում առաջադրվող քաղաքական ուժերն ու տեխնացուները կարևորում են հատկապես մարզերի զարգացումը, իսկ զարգացնելը նախ ենթադրում է լավ ճանապարհ։ Լավ ճանապարհը երազանք է նաև Ռուսաստանի համար, որտեղ օրերս ձերբակալվել է հանցավոր խոշոր խմբավորում Նիժնի Նովգորոդի փոխնահանգապետի գլխավորությամբ, որը հանցավոր սխեմայով կազմակերպել է տենդերներ, որտեղ հաղթել են նախընտրելի շին կազմակերպությունները ու հատկատների միջոցով պետությանը պատճառել միլիոնավոր դոլարների վնաս։ Իսկ գուցե ժամանակն է մեզ մոտ էլ անցկացնել լայնածավալ ստուգումներ։ Շուշանիկ Միրզոյանի Բազանգնով կախի տեսանյութը։ Հրազդան Սևան մայրուղին սկսել են նորոգել, բայց այնպիսի տեմպերով, որ մինչև փոսերը լցնեն, կսկսվեն աշնանային անձրևները, կհայտնվեն նորերը։ Ստեի ճամփեն երբևէ նորոգված լինում, հա։ Հա, անցյալ տարի էլ էր։ Անցյալ տարի։ Բայց չէ դիմացել։ Համի որ նայում ես, մեջը ասենք ժուրչել է, անժուր ճաշուվելու դես ոնց է։ Գուդրոնը քիչ են խառնել ձուտը։ Սպիտակ մնացել է, նա դու անձրև կալում չուրես։
Գյուղամիջյան ճանապարհների վիճակն էլ ավելի վատ է։ Մարդիկ չեն կարողանում բերք գյուղից անվնաս շուկա տեղափոխել։ Նորոգմանը գյուղերում սկսել են հումորով վերաբերվել։ Այս կողմով եք։ Կողմով վերտալյոտով եք ասկլում։ Մենք չենք էլ ուզում, որ այս ասֆալտը սարքեն, ճանապարհը սարքեն։ Ժողովուրդը կզարմանան, սա ջայլները կթռնեն աչու ձախորական։ Տուժում է նաև տնտեսությունը։ Տուրիստները բողոքում են բեռնափոխադրումները համեմատաբար թանկանում։ Դրանք ուղղակիորեն ազդում են մեքենայի երկարակացության վրա։ Հետևաբար նաև գնագոյացման վրա են ազդում, հետևաբար ազդում են նաև տարիֆային քաղաքականության վրա։ Շատ լավ է, որ աշխատանքները կատարվում են, նորոգումներ լինում են, բայց լավ կլինի, որ դա նախապես արվի, մինչև տուրիզմի հիմնական սեզոնի սկսելը։ Իսկ որ ճանապարհներն են ամենավատը։ Ողջաբերդի ճանապարհը, Սիսիանի կողմի ճանապարհը, եթե նայենք որոշակի աշխատանքներ տանում են դեպի Վրաստան տանող ճանապարհը, Ալավերդի թունելի հատվածը։ Մի խոսքով երկրորդական ճանապարհների մեծ, իսկ հանրապետական միջպետականների գրեթե կեսի վիճակը մեղմ ասած վատ է։ Ինչու՞։ Չէ՞ որ ամեն տարի գումար է հատկացվում դրանց պահպանման, նորոգման համար։ Մեր կատարված աշխատանքների բյուջենացված ցուցանիշներով պահպանման գումար է սահմանել կիլոմետրի համար։ Ինչքան։ Պայմանագիրը 68 միլիոն է։ Այսինքն ճանապարհը սպասարկող ձեռնարկությունը ստանում է ոչ թե տվյալ տարվա աշխատանքների համար անհրաժեշտ գումարը, այլ նախորդ տարի ծախսածի միջին չափը։ Պայմանագիրը ավելացում կեսություն չկա։ Բայց ինքը պարտավոր է անի։ Ինքը պարտավոր է անի, ու անում եք, գիտես չենք անում, բետ ենք անում։ Միջին գումարով մեծածավալ փոսալցման աշխատանքներ չեն կարող իրականացվել, ել չեմ ասում որակի կամ բյուջեով չնախատեսված հիմնանորոգումների մասին։ 40 մետր փոսարժի ընդհանրեն 7-8 դրամ։ Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համապատասխան պայմանագիրը ճանապարհաշինական ձեռնարկությունները լուծել չեն կարող եւ իրենց պարտականությունները կատարում են հաճախ ի վնաս սեփական շահի։ Կապիտալաշինարարություն եթե չենք ունենում, այս շահագործող հիմնարկները բոլորն վատ վիճակի մեջ են։ Ունենում են բանակի պարկեր, ունենում են բյուջեի պարկեր։ Դեկտեմբերին 10 միլիոն վարկ եմ վերցնել։ Ես գիտեմ, որ ձմեռը չեմ կարա։ Մի խոսքով, ճանապարհների պահպանման նկատմամբ այլ մոտեցումներ են պետք։ Առաջին հերթին խոսքը գումարների բաշխման ու տեխնիկայի ձեռքբերման հարցում շինարարներին աջակցության մասին է։ Ես պետք է առնեմ ենթադրել միան արտասանության տեխնիկա, որը գովարի է $1 միլիոն։ Դա ես չգիտեմ, տեխնիկան $1 միլիոն ինչքանով կարող է բերել սպասարկող գումարները, որ այդքան լավ սպասարկելու պահ։ Քանի անգամ շատ փոխապետ ճանապարհներն ապահովում։ Որ նորմալ մինիմում 3 անգամ։ Այլ բան է, որ մեր մոտեցումները ճանապարհներին պետք է լինեին այլ։ Հյուսիս-հարավ ճանապարհի մասից ենք մենք սկսել վերականգնման աշխատանքները։ Եվ արդյունքում մենք ստանալու ենք ճանապարհներ, որոնք որ 7 միավոր ունեն ու 7 բալ ունեն, եւ կունենանք այն նույն վատ ճանապարհները, որով որ ունեինք ի սկզբանե։ Այս ֆոնին ուշագրավ է մի հանգամանք։ Նախորդ շաբաթ ընկերություններից մեկը շին տեխնիկա էր ներկրել։ Այն ներկայացվեց հանրությանը։ Տրանսպորտի եւ կապի նախարարի խոսքից էլ պարզ դարձավ, որ տեխնիկայի նպատակահարմարությունը դեռևս ստուգված չէ, առանց նախագծային նոր լուծումների օգտագործումը անհնար է։ Բա այս շոուն ինչի համար էր։ Ըստ իրենց ներկայացածի այս տեխնիկաները մոտ 30% ավելի էժանացնում են։ Բայց մենք հիմա օրինակ կատարում ենք փորձնական ասֆալտ-բետոնի այս հատվածը ճանապարհը կլինի, մենք կտեսնենք եւ որպեսզի սա կյանքի կոչենք, անհրաժեշտ է որ մեր նախագծային աշխատանքներում կոնկրետ այս մեքենաների համար նախագծերում տեղ գտնեն որոշակի մասեր։ Ինչևէ, հուսով ենք մեր զրուցակիցների առաջարկները կնպաստեն ճանապարհների վիճակի լավացմանը, գումարների ծախսման արդյունավետությանը։ Չէ՞ որ վերահսկիչ պալատի ուսումնասիրությամբ ճանապարհաշինական աշխատանքների իրականացման ժամանակ մեծ գումարներ են մսխվում։ Ծիտեռնակաբերդի եւ այլ ճանապարհների նորոգման ու շինարարության ժամանակ ատկատների մասին բազմիցս գրվել է նաեւ մամուլում։ Հետաքննության ու պատժված պաշտոնյաների մասին ոչինչ հայտնի չէ։ Իսկ ինչ լավ կլիներ, որ ցանկացած պաշտոնյա իմանար, որ պետական միջոցների անարդյունավետ ծախսման համար իրեն սպառնում է նույնը, ինչ Ռուսաստանում, որ վերջերս ճանապարհաշինական ծրագրի գումարների յուրացման համար ձերբակալվեց Նիժնի Նովգորոդի փոխնահանգապետը։ Այդքան ամոթանկից հետո շտակի իրանց քաշին թանկ է էլի։ Կնորոք են երևի։ Եթե ուզում եք տեսնել երկրի տնտեսության զարգացվածությունը, նայեք նրանց ճանապարհներին։ Շուշանիկ Միրզոյան, Հովանես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կաթնամթերքի տեղական արտադրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո դժվար է միանշանակ պնդել, որ սննդամթերքի այս տեսակը օրգանիզմի համար ամենաանհրաժեշտ, օգտակար եւ ամենաանվտանգներից է։ Բերեմ թվեր, որոնցից կարելի է սարսափել։
Տեղյակ եք, որ 2012-ին 71 կաթ արտադրողների գործունեության վերահսկողության արդյունքում 67-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից 19-ում անվտանգության պահանջները չբավարարելու հիմքով արտադրական գործընթացը առանձին մասերով կասեցվել է։ Հուսային դեպքում, երբ վերահսկող մարմինը սննդի անվտանգության տեսչությունը տրտնջում է, որ հնարավոր չէ վերահսկել կաթնամթերքի արտադրության եւ իրացման ամբողջ գործընթացը։ Թերևս հենց այս պատճառով վերահսկող մարմնի իրավասություններին ու գործառույթներին ծանոթանալուց հետո ծագեցին ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Արտադրողի մոտ ստուգումների իրավունք ունեն տարին միայն մեկ անգամ։ Հասկանալի է, որ մնացած ժամանակ տնտեսվարողները իրենց զգում են ինչպես ձուկը ջրում կամ տվյալ դեպքում ինչպես մերանը կաթում։ Ու ինչ է ստացվում։ Փաստորեն, արտադրողն է սահմանում իր ապրանքի պիտանելիության ժամկետը, ինքն է որոշում ինչպես վարվել ժամկետանցի հետ, մանավանդ որ չի արգելվում վերադարձված ապրանքը վերամշակումից հետո օգտագործել որպես երկրորդային արտադրանքի հումք։ Սա ասում են անվտանգ է, բայց քիչ օգտակար։ Իդեպ, վերամշակումից ստացվող նոր արտադրատեսակները ամենայն հավանականությամբ հենց նրանք են, որոնք առավելապես երեխաների ճաշակով են։ Գործնականում չի բացառվում, որ ասենք 6 օրվա կատնաշորի տուփի վրա նշված լինի հենց տվյալ օրվա ամսաթիվը։ Չեն արգելվում նաև կաթի փոշու եւ անգամ հավելանյութերի օգտագործումը, պայմանով, որ այդ մասին մագնշվի։ Ներկայացվող տեսանյութը կօգնի կաթնամթերքի մասին շատ բացահայտումներ անել եւ որպես գնորդ ճիշտ կողմնորոշվել, քանի որ վաճառակետերում եւ անարատ կաթից եւ կաթնամթերքից արտադրանքը վաճառվում է նույն գնով։ Նելի Արությունյանի հաստ ու բարակ միգին տեսանյութը։ Կատնաշորի բաղադրությունը հետևյալն է՝ անարատ կաթ, չոր անարատ կաթ, չոր անյուղ կաթ եւ այլն։ Ակնհայտ է, որ այստեղ օգտագործված է կաթի փոշի։ Մեկ այլ տարբերակ։ Այս կատնաշորը պատրաստված է 100% անարատ պաստերացված կաթից։ Հասկանալի է, թե որ մի ապրանքի օգտին պետք է ընտրությունը գրագետ սպառողի կանգ առնի։ Ամենաուշագրավը եւ առաջին եւ երկրորդ կատնաշորը մի դեպքում չոր կաթի օգտագործումով, մյուս դեպքում ամբողջությամբ անարատ կաթից վաճառվում է նույն գնով։ Ինչպես է ստացվում, որ կաթի փոշու խառնուրդով եւ անարատ կաթից մթերքը վաճառվում են նույն գնով։ Ավելին, հավանականություն կա, որ դոլարի արժեվորման հետևանքով հիմնականում ներկրվող կաթի փոշին ավելի կթանկանա։ Դրանից պատրաստված կաթնամթերքն էլ հետը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից սփոփում են, որ արժեվում ամառ է տեղական կաթը կշատանա, կաթի փոշու կարիք էլ գուցե չլինի։ Ընկերությունները իրենք պետք է որոշեն այդ արժեզրկումը որքան է ազդում եւ այնպես չի, որ հենց այսօրվա ներմուծումը ազդում է հենց այսօրվա արտադրած թթվասերի վրա։ Այնպես չի, որ կաթի փոշով արտադրելը տնտեսապես ավելի շահավետ է։ Կաթնամթերքի որակի վերահսկողը սննդի անվտանգության պետական ծառայությունն է։ Գնացած մթերքի առանձնահատկությունները փորձում ենք բացահայտել ծառայության սննդի անվտանգության եւ որակի վերահսկողության վարչությունում։ Նախ բաղադրության մասին։ Անարատ կաթ, չոր անարատ կաթ, չոր անյուղ կաթ եւ այլն եւ այլն։ Այսինքն դա նշանակում է, որ այստեղ կաթի փոշի կա օգտագործվում։ Այո, չոր կաթի արկայությունը արգելված չէ, բայց գրառումը պարտադիր պահանջ է։ Ուղղակի տեխնոլոգիական process-ի ընթացքում որոշակի վիտամինային խմբեր կարող է պակասել անարատ կաթի հետ համեմատել։ Պարտադիր պահանջ է, տոկոսով պետք է նշված լինի չոր կաթը ինչքան է։ Մենք այստեղ տոկոս իհարկե չենք տեսնում։ Դե տոկոսային զանգվածի մասով է միայն տվյալված թողումը, շտկումը կլինի։ Սեզոնայնության գործոնով պայմանավորված կաթի փոշի եւ անարատ կաթ համամասնությունը տարբեր է եւ ընդհանուր հասնում է որոշ ամիսներին մինչեւ 70% կաթի փոշի մասնաբաժնով արտադրելուն։ 2011-ին կաթնամթերքի շուկայի հիմնական խաղացողները Թամարա, Անի, Աշտարակ կաթ, Դուստր Մարիան ընկերությունները խոշոր չափով տուգանվեցին սպառողին սխալ մակնշմամբ մոլորեցնելու համար։ Ընկերությունները մոլորեցնում էին մեր հասարակությանը այն միջոցով, որ օգտագործել էին 2-2.5 անգամ ավելի էժան պրոդուկտներ, նրանք կոկոսի յուղերն էին, տարբեր սպրեդերն էին, եւ դրա վերաբերյալ որևէ մագնեշիում իրենց պրոդուկտների վրա արկա չէր։ Սպառողը տեղյակ չէր, թե դա անարատ կաթից էր, թե չոր կաթից էր։ Ստացվում է կարելի է օգտագործել կաթի փոշի հավելումներ, կոնսերվանտներ, որքան արտադրողը կամենա։ Միայն թե համապատասխան տեղեկատվությունը լինի մագնշման մեջ։ Որակի վերահսկողները վստահեցնում են, որ նախորդ տարիների համեմատ պիտանելիության ժամկետի հետ կապված թերացումները անհամեմատ պակասել են, բայց ժամկետ անց կաթնամթերքի վաճառքի դեպքերը դեռևս այնքան շատ են, որ թվերի մասին նախընտրում են լռել։ Իսկ արտադրողները մեղադրում են իրացնողներին։ Պրոբլեմը իրացնող ցանցինն է հիմնականում լինում։ Մեր արտադրողները բավականին զգոն են։ Ես կարող եմ ձեզ հրավիրեմ գործարան, սմետանը մերենք, հա, լցնենք տուփի մեջ ու դնենք սառնարան։ Տեսնեք, որ 15 օր մնում է այդ սմետանը։ Ստեղ այդ ժամանակը որ կրճատվում է տեղափոխության, անհարմար վիճակի, տաք ու սառը լինելու, խանութների պահպան, այդ է փչանում։ Եթե նույնիսկ պահպանան ժամկետը լրացած չէ, ինչ երաշխիք կա, որ ասենք կատնաշորը պատրաստվել է հենց վաճառքի օրը։ Այս գործընթացը իրավասուների պնդմամբ համարյա վերահսկելի չէ։
Արտադրողը ինքն է սահմանում իր արտադրանքի պիտանելիության ժամկետը։ Իհարկե նմուշարման իրավունք ունենք, նմուշարումը վերցնում ենք արտադրանքից, կասկածելի արտադրանքից, տրվում է փորձարկման լաբորատորիա նրա անվտանգությունը պարզելու համար։ Լաբորատորիան կարող է պարզել դա քանի օրվա պատրաստված կաթնաշոռ։ Չէ, լաբորատորիայի խնդիրը դրվում է անվտանգության ապահովում։ Տեսականորեն չի բացառում, որ սա կարող է նոր ժամկետով նոր տուփի մեջ տեղափոխվել եւ եւս 4 օր իրացման ցանցում լինել։ Իհարկե, տեսականորեն չի բացառվում։ Ոչ ուրան բացառված չի, բայց նման բան չեն անում։ Պատրաստեք այդ որը որ մի անգամ է դուք կերտեք։ Դա դառնա ավազի պես, 4 բան չեք կարող, դիքան դες հեքիաթներ են պատմում։ Եթե տեսականորեն հնարավոր է վերահսկող մարմինն էլ արտադրողների մոտ միայն տարին մեկ է ստուգում իրականացնում, ապա ինչն է խանգարում տեսականը դարձնել գործնական եւ չվաճառված ապրանքի բախտը փորձել երկրորդ անգամ։ Ինչևէ, համարենք, որ խորամանկությունների անհրաժեշտություն չկա եւ ժամկետ անց կաթնամթերքը վերադարձվում է արտադրողին։ Ինչ է արվում դրա հետ։ Արտադրողների պնդմամբ բացառապես ոչնչացվում է կամ դառնում անասնագիր։ Ժամկետի դրանալուց հետո թույլատրվում է օգտագործել որպես հումք երկրորդային արտադրանք ստանալու համար որոշակի ջերմային process-ի ենթարկելուց հետո միանշանակ դա մեր տեսուչների հսկողության տակ կարելի, բայց մենք այսօրվա դրությամբ նման գործառույթ չենք իրականացրել, որտեղ մեզ ոչ ոք չի դիմել։ Փաստով մեզ չդիմելը չի նշանակում, որ նրանք լիարժեք նոր հումքով են արտադրել տվյալ արտադրանքը։ Եթե օրինակի համար այսօր ամսի 12-ն է, մեզ մոտ ունենք կաթի վերադարձ, որտեղ վերջնաժամկետը 12-ով վերջանում է, կարող է դրանից ինչ-որ մի փոքր մասա կաթնաշոռ ստանալ։ Մենք չենք անում դա, բայց մենք դա փորձեցինք անել, ապրանքի դիմադրողականությունը ընկնում է։ Վերադարձված կաթնամթերքի վերամշակումը չի արգելվում, բայց հումքի համն արդեն այն չէ, ասում են մասնագետները։ Մի քիչ շաքարավազ, չամիչ, համային հավելումներ, ջնարակ եւ համը հաստատ կգա տեղը։ Մեր ունեցած տեղեկություններով ետ ստացած ժամկետանց կաթնամթերքը չի օգտագործվում որպես երկրորդային հումք, ըստ փաստաթղթերի դա այդպես չէ։ Տվյալ մեխանիզմի մեջ չեն կարող յուրաքանչյուր բանի ասպեկտի նկատմամբ մենք հսկողություններ անել։ Հիմա պատկերացրեք, եթե մենք ունենք 50-60 հազար անուն ապրանք, եւ մենք փորձենք պատկերացնել նրա ժամկետը հենց մոտենում է, արդյոք բարեխիղճ է տվյալ մատակարարը ինքը հետ է հավաքում ինչ անում, թե ոչ։ Դա շատ դժվար գործընթաց է։ Այսինքն եթե հետ վերադարձման գործընթացին ինչ որ առումով անդերայք մնում, հետեւաբար դժվար է նաև հասկանալ ինչ արվում դրա հետ։ Իհարկե։ Պետական մարմնի վերահսկողական լծակների պակասը դեռ հնարավորություն չի տալիս տնտեսվարողներին զգալ իրենց իրադրության տերը։ 2012 թվականին 71 կաթնամթերք արտադրող տնտեսվարողների մոտ իրականացվել է պետական վերահսկողություն, որի արդյունքում 67-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք, 19 ձեռնարկություններում իրականացվել է արտադրական գործընթացներում առանձին գործունեության արգելանքի որոշում է կայացվել։ Սննդի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում հսկիչ գնումներ է կատարելու լաբորատոր հետազոտությամբ պարզելու, որքանով են համապատասխանում մակնշումն ու մթերքի իրական բաղադրությունը։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Խարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Հաջորդիվ դիտեք։ Մայրը, որը նույնիսկ արցունք չի թափել, միակ որդուն ռազմաճակատ ուղարկելիս բուժօգնության կարիք ուներ։ Մաման զանգարից ասաց, բայց դատի են տվել ինձ։ Հիվանդատերը պարտավորվում է վճարել մնացած 635,000 դրամը։ Որ հիվանդին, ինֆարկտով հիվանդին է ասում բարեկին։ Ամենաթանկ իրը, որ ուներ, համակարգիչն էր, որը ընկերներն էին նվիրել։ Տանը նույնիսկ սառնարան չկար։ Ես կոնե այդ մարդն եմ, որ իմ կյանքում մի անգամ ամեն ինչ ունեցել եմ։ Ամիսներ առաջ սեքս տրկուհու կարգավիճակից փրկված կնոջ բախտը տղամարդկանց հարցում չի բերել։ Ահավոր վիճակ էր, անընդհատ ծեծ ջար։ Շատ հաճախ նրա տղամարդը սեռական սանձարձակություններին տրվել է Մերիի հնգամյա որդու ներկայությամբ։ Լացում էի ամբողջ օրը, ասում էի, որ ուզում եմ գամ Հայաստան։ Նա անհամբեր սպասում է փոքրիկի ծննդին, բայց ապերիկ է ուզում։ Ուզում եմ զինվոր դառնալ, որ մաման մարդկանցից պաշտպանեմ։ Ամսվա վերջին հնարավոր է աշխատողներն իրենց ծոծրակը տեսնեին, բայց 120,000 դրամ աշխատավարձը ոչ։ Տարիքային սահմանափակումներ չկան։ Մոտավորապես այսպես։ Ոչ բոլորն են կարողանում ստել, ոսկե սարեր խոստանալ ու ինչպես ասում են կպցնել նրանց։ Այսինքն դու պետք է անցրեի ընդունել գործի քո նման մարդկանց։ Այո։ Պայմանագիրը պայմանագիր չէ, կնիքը կասկածելի է, անունը կեղծ է։ Մեր հաջորդ տեսանյութը կարծում եմ կապշեցնի։ Ես էլ ապշեցի, երբ Facebook-ում ծանոթացա հետևյալ պատմությանը։ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, 1 տասնյակից ավելի մեդալների արժանացած Աղասիկ Կարապետյանի մորը անցած տարի սրտի սուր նոպայով շտապ տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ըստ Աղասիի գրառման, վիրահատությունից առաջ բժիշկը պահանջում է գումարը 1,50,000 դրամ։
Միջոցների բացակայության պատճառով խնդրում է վճարել ավելի ուշ։ Ընդհանրացում են։ Մի որոշ ժամանակ անց աղասին հայթայթում է 400,000 դրամ, իսկ հիմա ամենաուշագրավը։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցը մուծումը չկատարելու համար դատի է տալիս Ազատամարտիկի մորը, 77-ամյա Հաշմանդամ կնոջը։ Այժմ զգացմունքայինից տեղափոխվենք իրավական դաշտ։ Այո, եթե պայմանագրի կետերը միակողմանի խախտվում է, հակառակ կողմը կարող է դիմել դատարան։ Սակայն դժվար է կապ հաստատել Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ, տեղյակ պահել եւ փորձել հարցին լուծում տալ։ Թեպետ անհայտ մնալ ցանկացող բարերարն արդեն տրամադրել է գումարի մյուս մասը, այդուհանդերձ դիմել ենք Պաշտպանության նաեւ առողջապահության նախարարություններ, որպեսզի հետագայում նման խնդիրների դեպքում մարդը իմանա անելիքը։ Տեսանյութում կներկայացնենք նաև մեկ այլ ազատամարտիկի պատմություն, որը ընտանիքը Միացյալ Նահանգներում թողած եւ դեղորայքային օգնությամբ հասել է Արցախ ու կռվել։ Ազատամարտից հետո ապրում է Երևանում սոցիալական ծանր պայմաններում։ Ազատամարտի մասնակցի կարգավիճակ չունի եւ անհրաժեշտության դեպքում ստիպված է ապացուցել, որ կռվել է հանուն Արցախի ազատագրման։ Հերմինե Բաղդասարյանի «Փող չունենալը» մեղք տեսանյութը։ Աղասիկ Կարապետյանը 19 տարեկան էր, երբ կիսատ թողնելով կրթությունը կամավոր գնաց մարտի դաշտ։ Հիշում է, թե ինչպես էր մեկ այլ վիրավոր ազատամարտիկի անվան տակ հասել ընկերներին օգնության։ Մարտակերտից լավ հիշում եմ, այդ ժամանակ Երևան 8-րդ հիվանդանոց էին բերել Կարեն անունով մի տղայի ազատամարտիկի, որը վիրավոր էր։ Այդ տղայի Կարենի անվան տակ ինձ ձևակերպեցին որպես առողջացած ազատամարտիկ։ Բեկորային վնասվածք չունի, բայց Մարտակերտի շրջանի Վաղուհաց գյուղի գրավման ժամանակ արկիպայթյունից 3 անգամ կոնտուզիա ցնցահարված է ստացել։ Չի աշխատում, որովհետև հասարակության հետ հարմարվելու խնդիր ունի։ Հայաստանի եւ Արցախի պետական եւ գերատեսչական բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի արժանացած Աղասիկ Կարապետյանը երբեք չի շահարկել ազատամարտիկ լինելը, բայց այս անգամ ստիպված էր, քանզի մայրը, որը նույնիսկ արցունք չի թափել, միակ որդուն ռազմաճակատ ուղարկելիս բուժօգնության կարիք ուներ։ Մաման ինձ զանգարեց, ասաց Բայց դատի են տվել, ինձ ասաց դատի են տվել, չասի բացի կարդամ, մամա, միշտ ապիր։ Բանն այն է, որ Աղասիի մորը 77 տարեկան Հաշմանդամ կնոջը 1 տարի առաջ սրտամկանի ինֆարկտով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Պարզվել է անհրաժեշտ էր շտապ վիրահատել։ Ընթացքում ուշադրություն դարձրի, մի տղա իր մորը բերել էր ու ինքը նորից հետ տարավ։ Հետո մնացի հիշողության մեջ։ Բայց ձեզ էլ էին ասել, եթե գումարը չտաք, հետ տարեք։ Այո։ Եթե գումարը չտակ պետք է գնաք, ասկեն ուրիշ չար չկա։ Եթե ի վիճակի չէ, մենք դեղորայքային բուժում կանցկացնենք, ինչի ենք մեծ բան անում, խափում։ Բայց այդ պահին դեռ այդպես չի եղել, որ ասենք տարեք տուն։ Որ հիվանդին, ինֆարկտով հիվանդին որ ասում տարեք տուն։ Բարեբախտաբար հիվանդանոցում համաձայնության են եկել վճարել գումարի մի մասը՝ 400,000 դրամը, իսկ մյուս մասի համար պայմանագիր ստորագրել, որով հիվանդատերը պարտավորվում է վճարել մնացած 635,000 դրամը։ Ազատամարտիկը չի կարողացել վճարել, բժշկական համալսարանն էլ, որին պատկանում է հիվանդանոցը, դատի է տվել։ Սպասել են, գումարը չի մարել ինքը։ Իսկ այդտեղ հաշվի չեն առնում, որ ենթադրենք մարդը ազատամարտիկ է, որ մի քիչ բարոյական տեսանկյունից եթե նայենք էլի։ Ով հաշվի առնում։ Ուշ հաստատությունը կամ թեկուզ դուք դիմեիք նախարարություն, որ այս տեսակ դեպք կա։ Դա ինքը պետքա գնա ինչ-որ բան անի, որ թղթեր բերի, որ ազատամարտիկ է, մեզ պետքա իրավական հիմք։ Հիվանդանոցից հետ վերադառնալիս արդեն զանգահարեց գլխավոր բժիշկն ու տեղեկացրեց, որ 120,000 դրամի զեղչ այնուամենայնիվ արվել է, թեև մինչև այդ նշում էր, որ զեղչ արվում է միայն պետպատվերի ժամանակ։ Մենք այդ դեպքին տվյալները չունենք, ես տեղեկություն չունեմ, արդյոք այդ անձը դիմել է մեզ, թե ոչ։ Գուցե տեղեկություն չունեն, որովհետև Աղասին պատմեց, որ անձամբ առողջապահության նախարարին է դիմել եւ բացառության կարգով ստացել 365,000 դրամ։ Նշեմ, որ սրտի եւ նման այլ թանկարժեք վիրահատությունները եզակի դեպքերում են անվճար կատարվում, նույնիսկ կարգավիճակ ունեցող զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների դեպքում։ Պետությունը նշված ծառայությունների մասով հնարավորություն ունի մատուցել միայն մեկ կատեգորիայի մարդկանց, դա ընտանեկան նպաստի 36 եւ ավել բալ ունեցող ընտանիքի անդամներն են։ Խնդիրն այն է, որ օրենսդրորեն սահմանված արտոնություններից օգտվում են միայն հաշմանդամության կարգ եւ պատերազմի մասնակցության վկայական ունեցողները։ Ովքեր որ կարգավիճակ չունեն, նրանց մենք ոչնչով չենք օգնում, եթե նրանք վիրավոր չեն։ Բայց այդպիսի բան հիմա ես չեմ դուքել, որտեղից գտնեմ նրանք, այդ բժիշկին որտեղից գտնենք, ամա որ այն ժամանակ դրա մասին մտածում։ Նույնիսկ այդ օրերին ովքեր ռազմատաշտում վիրավորվել են եւ խնդիրներ են ունեցել, շատեր իսկ չեն կարողանում փաստել, որ ունեն այս թուղթը կամ այն թուղթը չունեն։
Շահե Աճեմյանն էլ սփյուռքահայ ազատամարտիկ է, որը ազատամարտի թեժ օրերին Ամերիկայում թողնելով 3 երեխային ու կնոջը հասել է Արցախ։ 92-ից մինչև 94 զինադատարը ընդհանուր առմամբ իրար հետ հաշվելով մոտ 750,000 դոլարի շուգայական արժեքի օգնություն ենք բերել։ Բայց այսօր ամաչելով է տանը մարդ ընդունում։ Սոցիալական վատ վիճակի մասին թեև չխոսեց, բայց ամեն բան տեսանելի է։ Ամենաթանկ իրը որ ուներ համակարգիչն էր, որը ընկերներն էին նվիրել։ Տանը նույնիսկ սառնարան չկար։ Ես կոնե այդ մարդն եմ, որ իմ կյանքում մի անգամ ամեն ինչ ունեցել եմ։ Նորից նույն հպարտությամբ ու ոգևորությամբ ցույց է տալիս պատվոգրերը, շքանշաններն ու վերհիշում անցյալը։ Պատվի լավակույնն ենք։ Պարզվում է այս ամենը դեռևս հիմք չէ գոնե պատերազմի մասնակցի կարգավիճակ ունենալու համար, ինչը թույլ կտար օգտվել ասենք զինծառայողների համար սահմանված արտոնություններից։ Մասնակից ասելով մենք նկատի ունենք, այո, որ իրանք ունեն վկայական Պաշտպանության նախարարության կողմից կամ ազգային անվտանգության ծառայության կողմից կամ ներքին գործերի նախարարության կողմից կամ անկախ մասնակցության ստաժից ձեռք են բերել աշխատանքության կարգ, ասենք վիրավորվել են եւ այլն։ Ճիշտ է, փամփուշտը չի գբել ինձ, բայց բادرազմի հետևանքով ես էլ ուրիշ տեսակ եմ վիրավորվել։ Հետո ամեն մեկը մի քիչ վճարել։ Թեև գիտի 4 լեզու՝ հայերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն, սակայն գործազուրկ է, երազում է աշխատել դպրոցում։ Նույնիսկ կփափակեմ առանց վճարումի, գամավոր Զին ռեգլն եմ բանում դպրոցում։ Նշեմ, որ մարտական գործողությունների մասնակից են համարվում 90-ից 94 թվականներին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին 3 ամսից ոչ պակաս մասնակցածները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք, անկախ այդ գործողությունների ժամկետից։ Կարծում եմ նրանք բոլորը այդպես պետք է որ հաշվառված լինեին, եթե հաշվառված չեն, հանձնաժողովը հիմա էլ կա, պաշտպանության նախարարությունը դա կա, մշտական գործում է, կառավարության որոշումը չեղալ չի հայտարարված, նրանք կարող են դիմել իրենց նշված վկայականը ստանալու համար։ Գիտեմ, որ եթե գնամ, ինձ մի դասեմ, բա էսա այն 1000 մետր չեմ ուզում գլուխս սավացնել։ Եթե երկրի նախագահ ու Ղարաբաղի նախագահից մեդալ ունեմ, ուրեմն միտեղ իմ անունը գա, չէ՞։ Ես ինչու պիտի գնամ ուզեմ։ Թող իրանք ինձ գտնեն, գտնեն ու դան այդ կրկույկը։ Այնուամենայնիվ կարգավիճակ ունենալու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան կառույցներ, բայց քիչ չեն ազատամարտիկները, որոնք ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվելու մասին փաստաթղթեր չունեն։ Այդ դեպքում ինչպես վարվել։ Հերմինե Բաղդասարյան, Հովանես Շափարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Խեղված ճակատագրեր էջում այսօր ներկայացնելու են 23-ամյա Մերիի անօնաբնականաբար փոխված է պատմությունը, որը չնայած երիտասարդ տարիքին բազմաթիվ զրկանքներ է կրել, մասնավորապես վերջին 6 տարում։ Առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկանում, իդեպ ամուսնու ծնողները դեմ են եղել այդ միությանը։ Ավելին, փորձել են նոր աղջիկ ուզել, քանի որ ըստ կնոջ պատմածի նորը ապահովված ընտանիքից է եղել։ Սա բնականաբար լցրել է մեր հերոսու համբերության բաժակը եւ նա հեռացել է։ Իդեպ այս խառը պատմությունների պատճառով մեկ զավակ ունեցած եւ երկրորդին սպասող աղիկինը կորցրել է պտղին։ Օրվա հացի վաստակի հույսով աշխատանքի անցնում հացի փռում։ Մի օր գործընկերուհիներից մեկը միջնորդում է, որ ամուսնության նպատակով մեկնի Ռուսաստան իր ծանոթի մոտ։ Համացածում ցույց է տալիս ծանոթ կոչեցյալի լուսանկարները եւ որոշ ժամանակ հեռախոսով շփվելուց հետո Մերին որդու հետ մեկնում է։ Սակայն դեռ օդանավակայանում պարզում է, որ լուսանկարի տղամարդը եւ իրեն դիմավորողը բոլորովին տարբեր մարդիկ են։ Մերին ցանկանում է վերադառնալ, սակայն նրան փակի տակ է պահում։ Տևական ժամանակ կինը ենթարկվում է ստորացումների եւ իր պատմածով շատ հաճախ հանգամյա որդու աչքի առաջ։ Միայն 3 ամիս առաջ է հաջողվում փրկվել ու գալ Հայաստան։ Ներկայում նա նորից հղի է, ու չնայած տանջանքներին ու ստորացումներին չարությամբ լցված չէ։ Սակայն մոր հանդեպ կատարված բռնությունները հոգեբանորեն ազդել են որդու վրա։ Նա երազում է զինվոր դառնալ, որ թույլ չտա մորը նեղացնել։ Տաթև Մեսրոպյանի գայթակղվածն ու լքվածը տեսանյութը։ Բռնաբարությունից 23-ամյա Մերի Սահակյանը 27 շաբաթական հղիություն ունի։ Ամիսներ առաջ սեքս տրկուհու կարգավիճակից փրկված կնոջ բախտը տղամարդկանց հարցում չի բերել։ Սիրելու փոխարեն ստորացրել են, ծեծել։ Առաջին անգամ ամուսնացել է 9-րդ դասարանում։ Ոնց ստացվեց, որ հանդիպեցի տալոչս ու ինքը տարավ իրենց տուն։ Այտենց սկեսուրս գնացին իրան որպես հարս ուզեցին, բայց այդ ժամանակ իմ երեխան արդեն ծնվել էր 2006 թվականին։ Իրանց տանը ամուսնացածս գնացել են նոր հարս ուզելու։ Հա, նոր հարս ուզելու, գնացել էին ուզելու, որովհետև իրանց տղան այդ աղջկա տունը վաճառել էր $15,000։
Վաճառեցին այդ աղջիկա տունը, այդ ամուսինս ու այդ աղջիկը գնացին Ռուսաստան։ Ամուսնության երկրորդ փորձն ավելի դաժան ընթացք է ունեցել։ Մեկնել է Ռուսաստան երջանկության հետևից։ Ընդամենը 15 օր հետո, հասկանալով, որ թակարդում է հայտնվել, փորձել է վերադառնալ, բայց զրկել են ազատությունից ու ենթարկել սեռական շահագործման։ Բացի այդ, տղամարդ կոչեցյալը այլընտրանքային սեքս է պարտադրել, ինչին նույնիսկ դանակի սպառնալիքով մերին չի համաձայնել։ Ամուսնալուծությունից հետո հացի փռում էի աշխատում։ Երեխան, որ հետս էր, շատ ծանր էր այդ ամեն ինչը։ Աշխատողներից մեկից, որն ինքն ասաց, իմ տեքերն է ինքը, արի գնանք, ես քեզ կմիշնորթեմ, գնա տնավորվի մեղկես։ Մի քանի անգամ հեռախոսով խոսացի, հետո այդ աղջիկը նկար ցույց տվեց ինտերնետով, բայց այդ մարդու նկարը չէր։ Գնացի այնտեղ ու շատ փոշմանեցի։ Ահավոր վիճակ էր, անընդհատ ծեծ, ջարդ։ Այդ 15 օրվա ընթացքում ես հղիացա իրանից։ Նաև ուզում էի հետ գայի։ Նա չթողեց, որ հետ գամ։ Դրանից հետո սկսվեց սեռական բռնությունները։ Շատ հաճախ նրա տղամարդը սեռական սանձարձակություններին տրվել է Մերիի հնգամյա որդու ներկայությամբ։ Օրը երևի 3 անգամ ստիպում էր, որ ամբարը հարաբերություն ունենայինք իրար հետ։ Օմբուդսմենի գրասենյակում ասացին, որ այս դեպքը շատ նման է թրաֆիկինգի, չնայած համապատասխան քննության գնահատական չունենք, քանի որ կինը հանցագործության մասին հաղորդում չի տվել։ Ընդհանուր առմամբ կարելի ասել, որ շատ նման է համենայն դեպս թրաֆիկինգի։ Մերիի տառապանքներին ականատես են եղել նշված տղամարդու ընկերները եւ խղճալով օգնել են փախչել Հայաստան։ Իրանք միջնորդեցին, ծնողներիս հետ խոսեցին։ Հայրս լացում էի ամբողջ օրը, ասում էի, որ ուզում եմ գամ Հայաստան։ Հայրս ասաց աղջկաս դրեք մեքենա եւ ուղարկեք։ Ու տենց դժվար պայմաններով ես հասա Հայաստան։ Հայկական մենթալիտետից ելնելով հաճախ ծնողները նման կարգավիճակում հայտնված իրենց դուստրերին չեն ընդունում։ Մերի ընտանիքը սակայն բացառություն է։ Հակառակ դեպքում ոչ միայն երիտասարդ կնոջ, այլև որդու եւ ապագա երեխայի ճակատագիրներ խորտակվելու։ Ես շնորհակալ եմ իմ հարազատներին, իմ հորը, իմ հոր կնոջը, ես մայր չունեմ, այսօր իմ մայրը շուտ է մահացել։ Իմ եղբայրներից բոլորից էլ շնորհակալ եմ, որ իրանք ընդունեցին այս փաստը իմանալով։ Ու այսօրվա դրությամբ ասում են, եթե այդ երեխան պետքա ծնվի, ուրեմն Աստված է կամենում։ Մերի եւ պտղի կյանքը վտանգված է, սակայն ամեն գնով ցանկանում է երեխային լույս աշխարհ բերել։ Բժիշկներն ինձ ասում են, որ կյանքիդ վտանգ է սպասվում, որ այդ երեխան պետք չի ունենաս։ Բայց ես ցանկանում եմ, որ ունենամ, որովհետեւ արդեն իմ երեխան 27 շաբաթական է։ Բնականաբար այս հանգամանքը իր արտացոլում է գտնում ներարգանդային աճի եւ զարգացման, վերելով ազանազան ախտաբանություններին, որոնք հետագայում փոխակերպվում են մտավոր կամ ֆիզիկական զարգացման արատներին երեխաների մոտ։ Կյանքի փորձություններով անցած կինը իրեն սեռական շահագործման եւ բռնության ենթարկած տղամարդու պատիժը թողնում է Աստծուն, սակայն իրավական տեսանկյունից սա քրեորեն պատժելի արարք է։ Համագործակցություն տեղի է ունենում մեր ու Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների միջև, եթե նույնիսկ հանցագործությունը կատարվել է այնտեղ, ավարտվել է այնտեղ, բա դուտում կարող է ստանալ, այսինքն քննություն ամեն դեպքում կտավի, դա չի նշանակում կարող է բերել անպատժելիության։ Հեռախոսով զրուցեցինք նաև Ռուսաստանում բնակվող տվյալ տղամարդու հետ, որը բնականաբար փորձեց արդարանալ։ Տպավորությունն այն էր, որ կապտուկներով Հայաստան հասած Մերի պատմածների մասին առաջին անգամ է լսում։ Լավ, պատճառը ո՞րն է, որ այդ կինը գնացել է, ասում է, որ ծեծել եք, ստորացրել եք, օրը 3 անգամ բռնաբարել եք։ Короче, թող ինքա դա տարածը ուրիշ բաներ չանի, եթե ինքը ուզում է իր համար լավը թող չխափի ոչ մեկին։ Մերիի որդին 6-ամյա Գևորիկը արձագանքելով հարցին, թե ինչ է ուզում դառնալ, մանկական անմեղությամբ ներկայացրեց մոր պատմությունը։ Նա անհամբեր սպասում է փոքրիկի ծննդին, բայց ապերիկ է ուզում, քանի որ վախենում է քույրիկին նեղացնեն, իսկ եղբոր հետ ավելի ուժեղ կլինի։ Ուզում եմ զինվոր դառնալ, որ մաման մարդկանցից պաշտպանեմ։ Մերի հետ ծանոթությամբ տպավորություն ստեղծվեց, որ 3 ամիս առաջ սեռական շահագործումից փրկված կնոջն իր դաժան անցյալը միայն մեր հարցերն էին հիշեցնում։ Նրա մեջ չարություն չկար, կատարվածում միայն իրեն էր մեղադրում։ Սիրով էր լցված երեխաների, մարդկանց եւ ընտանիքի հանդեպ։ Ի տարբերություն նման վիճակում հայտնված շատ կանանց, Մերին ներկան գերադասում է անցյալից։ Գուցե հենց սա է տվյալ իրավիճակից դուրս գալու ճիշտ ելքը։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Հովհաննես Չապարյան, Սուրանկյուն։
Եթե ոմանց թվում է, թե 90-ականների սկզբին լայն հնչեղություն ստացած ու խարդախությամբ հազարավոր ընտանիքներ դժբախտացրած MMM-ի հիմնադիր Սերգեյ Մավրոդիի ֆինանսական բուրգի գործունեության մեխանիզմները իրենց դարն ապրել են, սխալվում են։ Ինչպես ասում են, վատ օրինակը վարակիչ է, եւ տարիներ անց Հայաստանում փորձում է տարածում ստանալ նման մի սխեմա։ Պարզվում է, որ մեզանում կան վայ գործարարներ, որոնք առաջին հայացքից շահավետ պայմաններ առաջարկելով իրականում իրենց ծուղակն են գցում միամիտներին։ Անցած շաբաթ մեր քաղաքացիներից բողոք ենք ստացել, որ աշխատանքի տեղավորման գործակալության անվան տակ լիդեր խոստումնալից անվանումով Անատ Ձեռնարկատերը այցելուին առաջարկում է գրանցման համար վճարել 20,000 դրամ ու եթե կարողանա ապահովել, այսպես ասեմ, 25 հաճախորդ, ապա վճարված 20,000-ի դիմաց կստանա 120,000 դրամ։ Թվաբանական բարդ հաշվարկ անել պետք չէ, հասկանալով, որ իրականում լիդերը գործազուրկներին աշխատանքով ապահովելու լիդերության չի հավակնում։ Ընդամենը խարդախության պրիմիտիվ սխեմայով ուզում է աստղաբաշխական գումարներ վաստակել, առավել ևս, որ ինչպես պնդում են մեզ դիմացներն ու Արմեն Աթալյանը, որն անցած շաբաթ փորձել է բացահայտել խարդախության թնջուկը, լիդերի հետ իբր համագործակցող գործատուները դրա գոյության մասին տեղյակ չեն եղել։ Այժմ իմ ձեռքին է Անատ Ձեռնարկատիրոջի առաջարկած պայմանագրի օրինակը, որը տրամադրվում է այցելուներին։ Նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, որ կնիքը անընթեռնելի է, իսկ պայմանագիրը աշխատանքի պետական տեսչության պետի մոտ բազմաթիվ հարցականներ առաջացրեց։ Մասնավորապես պայմանագրի երկրորդ կետում գրված է. ամսական վճարել 20,000 դրամ սպասարկման վճար։ Դե իհարկե, զավեշն էլ պետք է սահման ունենա։ Տեսել եք պայմանագիր, որով աշխատողը գործատուին գումար վճարի։ Արմեն Աթալյանը նաև այլ բացահայտումներ է արել եւ դիմել աշխատանքի պետական տեսչություն, որտեղից հայտնել են, թե խնդրի առնչությամբ վարույթ են սկսում։ Ներկայացնում եմ աշխատանք ենք վաճառում։ Առնող կա տեսանյութը։ Ցանկացած գործում կարևոր է մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները, սակայն ինչ անել, եթե նման հմտություններ չունես։ Իսկ այդպիսի մարդիկ այսօր շատ են։ Նրանք փնտրում են աշխատանք բարձր աշխատավարձով, որտեղ կարևոր չեն գիտելիքները եւ տարիքը։ Ահա դրանից էլ օգտվում են որոշ չակերտավոր գործատուներ։ Այո, բարև ձեզ։ Այո, աշխատանք եք առաջարկում։ 150,000 դրամ աշխատավարձով, այո։ Ոչ, գիտելիքները կարևոր չեն։ Տարիքային սահմանափակումներ էլ չկան։ Մոտավորապես ահա այսպես։ Այո։ Մոտավորապես նման խոսքերով էլ շաբաթներ առաջ դիմավորել էին մեր հերոսուհիներին մի ընկերությունում, որի անունը Լիդեր Աձե է, այսինքն անհատ ձեռներից։ Աշխատանքի մասին տեղեկացել էին ահա այս հայտարարությունից։ Գրավիչ առաջարկ է, այնպես չէ, աշխատել մենեջեր 120,000 դրամ աշխատավարձով, այն էլ ազատ գրաֆիկով։ Այդ համարը զանգահարեցին, ինձ հրավիրեցին իրանց օֆիս, գնացի այնտեղ, տեղեկացրեցին, որ ազատ գրաֆիկով, օրը 4 ժամ, շաբաթը 3-ով։ Իսկ որն է խնդիրը։ Սկսենք սկզբից։ Պայմանագիրը, որը կնքել էին աղջիկները եւ Լիդեր Աձեն, սահմանում էր, որ ընկերությունն ամեն ամիս նրանցից գանձելու է 20,000 դրամ սպասարկման վճար, որն ինչպես պարզվեց, ծախսվել է իբր աշխատանքի ընդունվողների գովազդի համար։ Առաջին գանձումն իրականացվել էր պայմանագիրը կնքելուց հետո։ Ստորվայրների մեկ էլ փողոցներով փակցվում են այդ բաները։ Հայտարարությունները։ Քո հեռախոսը համա։ Հա։ Աղջիկներին գրասենյակում հավաստիացրել էին, որ Լիդեր ընկերությունը գործակցում է, ասենք, կահույք կամ ավիատոմսեր վաճառող ընկերությունների հետ եւ որպես միջնորդ վաճառում է նրանց ապրանքը։ Աշխատողների, կներեք, մենեջերների իբր գովազդվող հեռախոսահամարներին պիտի զանգեին այդ ապրանքների կարիքն ունեցող հաճախորդներ ու պատվիրեին դրանք։ Իրականում զանգահարողների 90%-ը փնտրում էր աշխատանք, մենեջերի աշխատանք։ Ես իմ զանգերի միջոցով ներկայացնեի իրենց ընկերությունը որպես մենեջեր, ելի մարդիկ ընդունեի, անընդհատ մենեջերներ, հիմնականում աշխատողներ ուզում են աշխատանք փնտրելու համար էին զանգահարում։ Այսինքն դու պետք է անցրեի ընդունել գործի քո նման մարդկանց։ Այո։ Ովքեր փնտրում էին աշխատանք։ Այո։ Դե բոլորը կարդում են հայտարարությունը 120,000 դրամ ֆիքսված աշխատավարձ, հետնել ազատ գրաֆիկով։ Ով չի ցանկանա այդ աշխատանքը։ Աղջիկների մյուս բացահայտումը եղավ այն, որ ամսվա վերջին հնարավոր է աշխատողներն իրենց ծոծրակը տեսնեին, բայց 120,000 դրամ աշխատավարձը ոչ։ Պայմանագրում ասվում էր, որ աշխատողը պարտավոր է ամսական առնվազն 25 հաճախորդի հետ պայմանագիր կնքել, որպեսզի աշխատավարձ ստանա։ Իսկ քանի որ հաճախորդների մեծ մասը զանգահարում էին աշխատանքի ընդունվելու համար, ոչ բոլորն էին կարողանում ստել, ոսկե սարեր խոստանալ ու ինչպես ասում են, կպցնել նրանց։ Արդյունքում աշխատողների հիմնական մասն ամսվա վերջին պլանը չէր կատարում։ Դեռ ամիսը չի լրացել, ես ոչ մի հաճախորդ չունեմ։ Բան ինչի՞ չունես, չեն զանգում քեզ։
Չէ, չեն զանգում։ Պարտաճանաչ ձևով ներկայացել եմ աշխատանքից, մտա վերջի օրը տնօրենի մոտ, ասում է, հա, ես բան չունեմ ասելու, բայց դու չես աշխատել, ոնց կարող է մարդ չաշխատի ու աշխատավարձ ունենա։ Մենք իհարկե այցելեցինք լիդեր ԱԶ-ի գրասենյակ, որը գտնվում էր Սասունցի Դավիթ կայարանին հարակից շենքում։ Այստեղ մոտ 10 երիտասարդ կար, որպես պատասխանատու ներկայացավ Արայիկ անունով մեկը։ Պետք է ինքը ամսվա կտրվածքով նվազագույնը կնքի 25-ը պայմանագրի աշխատանքային թի համագործակցության այդ կապ չունի։ Բոլորին էլ ասում է այդ ամենը կոնկրետ, եթե 0 եղավ, ես իրան գումար չունեմ կրավ։ Պայմանը դրեցի, որ էսևեզը, թե ոչ մի հաճախորդով չապահովես նորից դուք գումարը ունես։ Արայիկը հավաստում է, որ աշխատողների վճարած ամսական 20,000 դրամից մի կոպեկ չի դնում գրպանը։ Ամբողջն ուղղվում է թանկարժեք գովազդին։ Եղել է դեպք, որ մարդը եկել է գործի ընդունվել, ես տվել եմ այդ գովազդային ծառայությունը կոնկրետ իր հեռախոսահամարով տվել եմ։ Մարդ ասել է, գիտես ինչ կա, ես փոշմանել եմ, չեմ գալ։ Բայց ես արդեն գովազդները տվել եմ, բնականաբար այդ գումարը չկա։ Գովազդը ինչ է, միան 10 դրամի վրա տպում ես, կպս մեզ։ Մի հատիկ ես չեմ տպում, ես 1000-ներով եմ տպում ընդհանուր։ Մի հոգու վերաբերյալ մի հոգուն է տպում ես 1000։ Հա շատ։ 60 տարեկան տարեց թոշակառու մարդը կգա ու իրանք այդ մարդուն ընդունում են ինչի համար, որ այդ 20,000 դրամի վեցին այդ մարդը sense տենես կհոգնի, երբեմն կգա երեկո, ու էլ չի գա։ Ճիշտ է, մենք պտտվեցինք քաղաքում եւ մի երկու տեղ ընդամենը նկատեցինք նման հայտարարություն։ Չնայած դրան, լիդերում դժգոհ չեն։ Աշխատողները շատ են, գործն առաջ է գնում։ Հիմա էլ կան աշխատողներ։ Հիմա կոնկրետ այս մի քանի մտնում։ Աշխատող չունենք, ոչ թե մենք աշխատող ենք ընդունում, այլ կոնկրետ տարբեր տիպի մարդկանց հետ մենք համագործակցում ենք։ Իսկ ասենք տենց համագործակցող մարդիկ հիմա շատ ունեք։ Մոտ 30 օրուց ավելուն է։ Իսկ վաղուց են աշխատում ձեզ։ Արդեն ամիս ու կես։ Ամիս ու կես գործող ընկերությունում պատասխանատուի խոսքով արդեն 30-ից ավել մենեջեր կա։ Մի քանիսն էլ չեն հարմարվել, հեռացել են։ Ստացվում է, մեկ ամսում մոտ 40 հոգի վճարել է 20,000 դրամ, այսինքն ամիսը մոտ 800,000 դրամ, որը չենք էլ կասկածում ամբողջությամբ ծախսվել է գովազդի վրա, այսինքն աշխատողների հեռախոսահամարներն են թղթիկների վրա տպվել եւ փակցվել փողոցներում։ Ճիշտ ասած, իմ մոտ ավելի շատ մանր խաբեություն անելու տպավորություն աթում։ Պարոն Մանուկյանի արձագանքից պետք չէ զարմանալ։ Նա մի պահ մասնագետի աչքով զննեց լիդեր ԱԶ-ի պայմանագիրը, իսկ որքան հարցեր առաջացան։ Կնիքը, որը որ դրված է, միանշանակ ուսումնասիրության կարիք եմ ես տենում, որ հասկանանք ընդամենը թուղթ են լրացրել, թե իսկապես սա աշխատանքային պայմանագիր է։ Մեր հերոսուհիներից մեկն արդեն դիմում է ներկայացրել աշխատանքի տեսչություն, այնպես որ մասնագետները ժամանակ կունենան ուսումնասիրելու այս հետաքրքիր փաստաթուղթը։ Տեսչությունը դիմումի ստացման պահից իրականացնելու է վարչական վարույթ։ Իդեպ, մի հետաքրքիր բացահայտում եւս, որպես լիդեր ընկերության պատասխանատու հանդես եկող Արայիկը ներկայացրեց իրենց հետ իբր համագործակցող ընկերությունները։ Մեկի հետ կարողացանք կապվել։ Հիմա խանութա ապարիկ վաճառքով կահույքը ծախում, ես իրան հաճախորդ եմ ուղարկում։ Ասենք ինչ, որ ընկերությունների հետ տարբեր հիմա, Սիրկար կահույքն է ճանաչում։ Սիրկար, Սիրկար կահույքի սրայից է։ Այո։ Դուք լիդեր միջնորդ կազմակերպության հետ համագործակցում եք, թե ոչ։ Չէ։ Այսինքն նրանք որպես միջնորդ չեն հանդիսանում։ Չէ, չենք համագործակցում։ Слушай, говорит, кто он такой, этот потерпевший? Куда он пошел? Մյուս առավել հետաքրքիր բացահայտումը կապված էր ընկերության անվան հետ։ Պետական ռեգիստրից մեզ տեղեկացրին, որ լիդեր անունով անհատ ձեռներեց չկա եւ չի էլ կարող լինել։ Եթե անհատ ձեռներեց է, հա, նշված է ԱԶ, եւ կողքը ճակերտների մեջ նշվում է, ասենք, անգլերեն տառերով մի բառ։ Այդպես կարող է լինել, ասենք, լիդեր, ոչ թե անուն ազգանուն։ Չէ, չի կարող։ Անհատ ձեռներից, հենց այդ ինքնին անհատ ձեռներից, այս ինչ է։ Ձեր տված համարը, վկայականի համարը որտեղ կա, այդ վկայականի տակ տալիս է արդեն անհատ ձեռներից Ռաֆայել Պարսամյան։ Պայմանագիրը պայմանագիր չէ, կնիքը կասկածելի է, անունը կեղծ է։ Բոլոր պոտենցիալ մենեջերներին խորհուրդ ենք տալիս իրենց ներուժը ժամանակավորապես օգտագործել այլ ոլորտներում, մինչև պետական մարմինները գլուխ կհանեն այս գործատուի սարքած աջափ սանդալից։ Արմեն Աթալյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման վերջին հատվածում դիտեք։ Սիտրոսային մրգերի կողքին Արարատի ոստիկանները հայտնաբերում են 28-ամյա Աննա Ավետիսյանի դին։ Թքածում են քո մամայի վրան է, քո երեխեքի քո բարին էր։ Երևի մտածում էր, թե գյուղապետի փեսան է, աշխատակազմի ղեկավար է, իրավունք ունի հարբած մարդկանց վրով քշի։ Ալկոհոլ օգտագործել եք։ Քիչ օգտագործել։ Լսել եք շիսոտ, բայց տեսել եք գարմուշկա դարձած շիսոտ։
Երբ տեսանք մեքենան գալիս է մեր ուղղությամբ ու ցախավելները շպրտելով հասցրինք փախնել։ Մարդ իրեն բուժող բժշկի ու քույրերի վրա դանակ քաշի, ավտոմեքենայից դուրս անի, նստի ղեկին ու թևերը բացած ճախրի մայրուղով։ Մի հատ գիշ մի քար գցում է հանդը, 100 խելով չի կարողանում այդ քարը հանդից դուրս բերել։ Ապրիլի 9-ին տեղի ունեցածը հասկանալի պատճառներով դուրս էր մնացել ուշադրությունից, միայն ոչ Շամշյանի։ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ 42-ամյա Հակոբ Նահապետյանը պարանոցը սեղմելով խեղտամայ անում Սիրուն 28-ամյա Աննա Ավետիսյանին։ Այնուհետև խոհանոցային դանակով փորձում է ինքնասպան լինել, հարվածելով կրծքավանդակին։ Կատարվածը կպատմի ինքը Հակոբը, միայն նշեմ, որ դեպքից մեկ օր առաջ Աննան եղել է վերջինի տանը և կնոջ ու երեխաներին հայտնել, թե ապրելու է Հակոբի հետ, քանի որ նրա սիրուհին է։ Իդեպ, սպանությունից հետո Հակոբը կնոջ մարմնի վրա դնում է գիպսի վրա գրված տերունական աղոթքը։ Դիտելով տեսանյութը շատերդ կարող եք դաս քաղել, թե ինչ է մահացու մեղքը և ինչ չի կարելի անել։ Շամշյանի հաջորդ պատմությունը մի երևույթի մասին է, որի ականատեսնենք բոլորս ու գրեթե ամեն քայլափոխի։ Խոսքը շինարարական կազմակերպությունների անփույթ աշխատանքին է վերաբերում, երբ այս կամ այն բանուկ վայրում կամ երթևեկելի գոտում շինաշխատանքներ իրականացնելիս առանց մտածելու ստեղծում են արհեստական խոչընդոտներ։ Նման մի դեպք տեղի ունեցավ ապրիլի 8-ի ուշ երեկոյան, երբ Կիևյան փողոցից դեպի Լենինգրադյան ընթանալիս մեքենան բախվում է անուշադրության մատնված եւ ճանապարհին անփութորեն թողնված շինարարության համար նախատեսված բետոնե արգելապատնեշներին, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր ու խուճապի մատնվեր, ապա հետևանքները կարող էին ողբերգական լինել։ Կոչ շինարարական կազմակերպություններին, աչալուրջ եւ ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք ձեր աշխատանքին, այլապես ձեր հասցեին հնչող քաղցր խոսքերը անպակաս են լինելու։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի բերան բացությունը խեղդելու շարժառիթ տեսանյութում։ Ժամը 02:00-ի սահմաններում է ու արդեն 1 ժամից ավելի է ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները այստեղ կարողացել են վնասազերծել, ավելի շուտ ոչ թե վնասազերծել, այլ թարմ հետքերով բռնել 2 քաղաքացու, ովքեր նշված հատվածում փորձում էին գողություն կատարել։ Ծերունի ավազակները ֆիլմը հիշում եք, երբ գողություն էին կատարում թանգարանից, ու եթե այդ դեպքում կարելի էր գողությունը ինչ-որ չափով արդարացված համարել, քանի որ արվում էր հանուն ընկերության, ապա այս դեպքում չգիտես ինչ անուն տաս։ Ժողովուրդ ջան, ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանին, նրա տեղակալ Դավիթ Ավագյանին եւ նույն ծառայության տեսուչ Արտակ Կիրակոսյանին կարելի է դասել Հայաստանի ամենաարագ վազորդների շարքին։ Ինչ իմանային 41-ամյա Աշոտ Վարդանյանը, 47-ամյա Գագիկ Միրզոյանն ու 45-ամյա Սերգեյ Մեգրիբանովը, որ բանը բանից անցնելու է ու չեն կարողանալու ճողոպրել առողջ ապրելակերպի ջատագովներ Խուդոյանից, Ավագյանից ու Կիրակոսյանից։ Ու տղերքի շնորհիվ բանը պետք է հասներ դիվան բաշուն։ Գիշերով այս մեր հերոսները որոշում են Ավան վարչական շրջանի Աճարյան փողոցի թիվ 5 հասցեի տարածքից գողանալ այնտեղ կայանված ՄԱԶ Մակնիշի ավտոկրունկի յուղի պոմպը։ Տնաշենները կարծես յուղ վառող լինեն։ Գողունը ձեռքներին բռնվել են հերիք չի, մի անմեղ հայացքով էլ պնդում են, թե իրար չեն ճանաչում։ Իսկ Գերիկյանը պնդում է, թե այդ եղու բրինզի հետ կապ չունի։ Անմեղ տեղից ծրից բռնել են փողոցի։ Դե որ անմեղս ֆրասա, խես է ես թաքցնում։ Շատ անմեղ ես։ Քմե թաքցանի։ Հա, հիմա ասեք, ինչ։ Ես ոչ մի բանից խաբար չեմ։ Բա այստեղ ինչ գործ ունեիք, ոնց։ Ես փողոցով քայլում եմ։ Ումինչ ճանապարհային ոստիկաններն ու Ավանի բաժանմունքի տղերքը այս երկուսին գայի ուղեկցություններով տեղափոխում էին բաժանմունք, երրորդ ծերունի ավազակին հայտնաբերում են դառն ապրած մեքենայում, գողության վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա։ Ու սա էլ հանգրվանում է ընկերների մոտ։ Իդեպ ավարը կազմում է մոտ $7,000։ Նախկին իմար չի կարող։ Փողոցից բռնելով դախիլը ճակատից գրավել, չէ՞։ Հետաքրքիրն այն է, երբ Արտակ Կիրակոսյանը փորձում է ավտոմեքենայից դուրս բերել երրորդ հանցակցին, նա քնաթաթախ չջոգելով, թե ով է բացում ավտոմեքենայի դուռը, հարցնում է. Հեն ախպեր, Գագջան, բերիր մատորները, տնաշեն, գոնե աշկերտ բացեր ջոգեր, որ դիմացինդ ոչ թե հանցակից ընկերդ է, այլ հանցակից ընկերներից բռնողները։ Բարձ չի ասել, տենց տղերքի հետ ընկեր ճամփա չետաս։ Անգամ 10 տարեկան երեխան գիտի, թե ինչ ավարտ է ունեցել Ռոմեո Ջուլիետայի անուշ Սարոյի պատմությունը։ Իսկ ինչի համար տեղ ունեցավ Արարատի մարզում սիրո հողի վրա կատարված սպանությունը, կպարզեն իրավապահները։ Մինչ նրանք քննություն կանցկացնեն, մեր իմացածը հրամցնենք։ Ապրիլի 9-ին Ուրցաձոր գյուղի դաշտում Ford Transit մեքենայում արգղերով լցված սիտրոսային մրգերի կողքին Արարատի ոստիկանները հայտնաբերում են 28-ամյա Աննա Ավետիսյանի դին։ Ֆորդի կողքինը կրծքավանդակի ձախ մասում խրված դանակով վիրավոր տղամարդուն։
42-ամյա Հակոբ Նահապետյանին։ Լավ էր, ոստիկանները ճիշտ ժամանակին կարողանում են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Ու մինչ Վեդիի բժիշկները պայքարում ու կյանք էին պարգևում տղամարդուն, Արարատի ոստիկանները բացահայտում են իրականությունը։ Սիրուհուն խեղտամա անելուց հետո տղամարդը դին տեղադրել էր եւ ըստ տեղեկությունների դիակի վրա էր դրել ահա այս տերունական աղոտ։ Դատապարտելով կատարվածը, այդուհանդերձ չմտնենք մատանի մատնիքի արանքը եւ տեղի ունեցածը ներկայացնենք սպանություն կատարողի շուրթերով։ Միայն ասենք, որ Աննան ամուսնալուծված էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա, իսկ Հակոբը ամուսնացած էր, երեխաներն էլ չափահաս։ Տնաշենի տղա, ազգանունդ էլ Նահապետյան է, չէր կարողանում ազգանվանը ձվայել, նահապետական կարգերով ապրեիր։ Ասում կօգնեմ քեզ, կապրես, կաշխատես, ասում քո երեխեքն են մեղքի երեխեք են, դու ես մեղք, ես էլ ասում, ինչ ամեզնից հասնում են, ջան բան ասում, կետան կգամ, կտենամ, մերոնք չեն իմանա։ Ես ասում դու գիտես, իմ երեխեքին բան շատ սիրում են, հետո այսօր իմ մամանա վատ վիճակ, ասում թքած մնա քո մամայի վրան է, քո երեխեքի քո բարին էլ։ Այդ պահին էլ երեխեքիս ինչ անպատիվ խոսք էր։ Էլ ինչ ասես չէր ասում, էլ մորս, էլ կնոջս, էլ ամեն ինչը խեղդեցի, տենց ինքը ասում էր, ես իրան հարվածում էի, ինքը էլի նորից տենց վիրավորում էր, էլ աշխարհի վերջի բառերով, ես իրան տենց խփեցի, հետո խեղդեցի, ասեցի, ես ավելի լավ է իմ երեխեքը, այս աստիճանը չտենան, սրանց տո փոթեցին իմ հապուրծում էի, ստանակս մի փոքր սխալված սիրտս դիմացում էի։ Տո Գերմանի աղվես, քեզ չասի Գյումրվա տրնգի նվագի։ Այդ նվագախմբի տղաներ ֆիլմում էր։ Իսկ աղվեսի օրինակով փախուստի դիմաց 31-ամյա Արթուր Ազատյանը օրերս ընկերոջ 43-ամյա Ռոբերտ Գրիգորյանի հետ Չարբախում հայտնի Զլերի պարկի տարածքում հրազենային վնասվածք է հասցնում 43-ամյա Տիգրան Շիմավոյնյանին։ Շիմավոյնյանը տեղափոխվում է հիվանդանոց, իսկ Չարբախի բաժանմունքի ու ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցները հայտնաբերում են Մակարով տեսակի ատրճանակից արձակված մեկ պարկուճ։ Շենգավիթի քննչական բաժնում պարզվում է, որ մինչ կրակոցը նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է լինում Արտաշիսյան փողոցում գործող օբյեկտներից մեկում, որից հետո այն շարունակվում է Զլերի պարկում։ Մեր տեղեկություններով Ազատյանը նախինում դատապարտված է եղել ու կրկին նույն արարքը կատարելու, այսինքն անձին հրազենային վնասվածք հասցնելու համար։ Վերջինս աղվեսի օրինակով կարողացել է Բագրատաշենի անցակետով թռնել։ Նրա ընկերը Ռոբերտ Գրիգորյանը նույնպես նախինում դատված է եղել ու դեպքի օրը գտնվել է ազատ կալանքի տակ։ Այստեղ են ասում. Горбатова могила исправить, կամ вот должен сидеть в тюрьме։ Շուտով ամառ է, իսկ ինչպես փաստում է վիճակագրությունը, այդ սեզոնին հրդեհների թիվը կտրուկ աճում է։ Փրկարար ծառայությունը բազմիցս զգուշացրել է, որ հրդեհի դեպքում ինքնագործունեությամբ չզբաղվելու փոխարեն ահազանգեք հրշեջ ծառայություն։ Եթե Կորյունի առաջին Նրբանցքի եւ Նալբանդյան 51 շենքի 14 բնականի բնակիչը ժամանակին ահազանգեր 101 կամ 911 ծառայություն, ապա հրդեհի տարածումը հնարավոր կլիներ կանխել։ Թե ինչն է հրդեհի պատճառը, փորձագետների գործն է, բայց կրկին հորդորում ենք, որ նման դեպքերում ժամանակին ու անպայման ահազանգեք։ Լավ էր, որ տան սեփականատեր 70-ամյա Հենրիկ Բաղրամյանը չի տուժել, բայց ցավոք եղել են դեպքեր, որ ինքնագործունեությամբ զբաղվելու հետևանքով քաղաքացիները ծխախերտ են եղել կամ այրվել։ Արագածոտնի մարզի Գեղարոտի գյուղապետի Փեսան, ով նույն գյուղապետարան աշխատում էր աշխատակազմի ղեկավար, նշված ավտոմեքենայով էր մահվան ելքով վրա էր կատարել։ Հիշում եք, Սուրանկյան թողարկումներում մի քանի դեպք ենք ներկայացրել, երբ վրաերթի հետևանքով մացածների հարազատները քննիչներին մեղադրում են, թե ինչու դեպքից անմիջապես հետո չեն կալանավորում մեղավորներին։ Վստահ եղեք, որ հիմնականում այդ ամենը կատարվում է փորձաքննության արդյունքները ստանալուց հետո։ Օրերս Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի վերցվեց նույն մարզի Գեղարոտ գյուղի աշխատակազմի ղեկավար 48-ամյա Ֆահրատ Աբրամյանը։ Վերջինս, որն ի դեպ գյուղապետի Փեսան է, մանվան ելքով վրաերթը կատարում ու վիրավորին թողնելով անօգնական դիմում փախուստի։ Վրաերթի ժամանակ ալկոհոլ օգտագործել եք։ Քիչ օգտագործել եք։ Սրան միայն մի բառով կարող ես բնորոշել՝ ստահակ։ Երևի մտածում էր, թե գյուղապետի Փեսան է, աշխատակազմի ղեկավար է, իրավունք ունի հարբած մարդկանց վրով քշի, տո ասա այ անուղեղ, փախնելու փոխարեն վիրավորին դներ ավտոմեքենան ու հասցներ հիվանդանոց։ Քանի որ պարզվում է, երիտասարդը 23-ամյա Գեգամ Հայրապետյանը մահացել է արունահոսելու հետևանքով, ու եթե ժամանակին տեղափոխվեր հիվանդանոց, ապա կյանքը կհաջողվեր փրկել, ինչպես որ կենթանության օրոք իր հասակակից հրշեջ փրկարանների հետ Գեգամը շատերի կյանքն է փրկել։ Գեգամի հարազատներն ու ընկերները որպես փոփանք նշում են, որ լավ է ապարանի ոստիկանության քրեականի տղերքը գայի տղերքի
Խոսքի հետ ժամանակին դուրս եկան ճիշտ հետքի վրա, այլապես հնարավոր էր վարորդին փոխեն կամ հայտնաբերելուց հետո օրեր անց չեն կարող ապացուցել, թե մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Կրկին հիշեցնենք, որ անօգնական թողնելով տուժածին առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է կրելու ձեր խեղճի առաջ, ել չեմ ասում քրեական օրենսգրքի մասին։ Ավելի ստույգ 242 եւ 244 հոդվածներով դատապարտվելու եք մինչեւ 5 տարի ազատազրկման։ Վրայերթի հետքերը ցույց տվեք։ Որ հիմա ասենք, թե լավ գործ անելուց մեկու մեջ համը հանում եք, էլի կասեք, թե միայն վատն եք տեսնում։ Այս դեպքում լավ է, որ վատը տեսակ, բայց ոչ ողբերգությունը։ Չնայած եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, նրա մեքենան ոչ թե քաշակը դարձի կբերեր, այլ վերամբարձ կռունգը 5 մետրանոց փոսից։ Այ մարդ, հազիվ ենք եզրափակել կանանց միամսակը ու պատրաստվում ենք մարզահամերգային համալիրում ինագուրացիայի, համալիրի քթի տակ Ավան Արնջի բնակիչ 35-ամյա Սանթրոս Անդրեսյանը Hyundai մեքենայով նոր կառուցվող շինարարական հատվածում բախվում է բարձի թողի մատնված եւ ճանապարհին փռված բետոնե արգելապատնեշներին ու, այստեղ են ասում, թռիչք կկվի բնի վրայով։ Ապրի Սանթրոսյանը, որ խուճապի չի մատվել, բայց բախտը նաև երկրորդ ֆրոնտով էլ է բերել։ Դու մի ասա, մեքենան կասկո արած է եղել ու բնականաբար վթարի հետևանքով նրա գրպանի պարունակությունը չի դատարկվի։ Բայց երևի եւ նա եւ մեքենայի մուշ-մուշ քնած երկու ուղևորները, որ ասում են թե Շամշան ջան, դմփունից զարթնանք, այցելեն եկեղեցի ու մոմավառություն կազմակերպեն։ Եթե նախորդ դեպքում լինելով պետական պաշտոնյա ոչ սթափ վիճակում մահվան ելքով վրայերթից հետո դիմել էր փախուստի, ապա այս դեպքում հալալ էր Երևանի բնակիչ 52-ամյա Գագիկ Մնացականյանին։ Ապրիլի 10-ի երեկոյան Ազատության պողոտայում իր դարն ապրած Ֆիատով անզգուշաբար վրայերթի է ենթարկում հետիոտնին։ Նախ Մնացականյանը ազանգում է 103 ծառայություն եւ օգնում է, որ վրայերթի ենթարկված կինը տեղափոխվի հիվանդանոց։ Ու միշտ դեպքի վայրում գահի տղերքը չափուձև էին անում, վարորդի ինքնազգացողությունը վատանում է։ Լավ էր, նախորդ կանչի օրինակով կար ժամանակում 103 ծառայության առաջին ենթակայանի թիվ 15 բրիգադը հասնում է, որից հետո վարորդին տեղափոխում են նույն հիվանդանոց, որտեղ տեղափոխել են վրայերթի ենթարկվածին։ Ամեն դեպքում Մնացականյանը ի տարբերություն գյուղապետարանի աշխատակազմի հաստագլուխ ղեկավարի իր խեղճի առաջ արդար էր ու հաստատ չի կրի որևէ պատիժ։ Բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող վրացական համարանիշներով Մերսեդեսին եւ Մերսեդեսը մոտ 100-ից 150 մետր ընկել եւ հայտնվել է ձորում։ Հիմա տեսնում եք, չէ՞ այս մեքենաները, սրանք հոնոր չեն բերել դրել ու անունը դրել թանգարան բաց երկնքի տակ, ու այս քայլով զարկ ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը։ Հիմա այս Մերսեդեսի տերերը, որ մեծ դժվարությամբ են իջնում ձորը, կյանքի գնով փորձում են մեքենան դուրս բերել։ Ստացվեց, եթե ոչ, ապա ասում են, որ Ռասկուլաչիտ կանեն, այնպես ինչպես այս մեքենաների պարագայում։ Տեսնում եք ժանգոտած երկաթյա նժույգները։ Դժվար է ասել, թե քանի ամիս ու գուցե տարի են այստեղ գտնվում։ Փաստն այն է, որ բնակիչները այս տարածքին արդեն անուն են կոչել՝ մեքենաների գերեզման։ Մերսեդեսի վարորդը, Վրաստանի քաղաքացի 33-ամյա Պետրոս Ասոյանը փառք էր տալիս ասում, որ լավ է նկատել էր բեռնատարի գալը, երբ փոխում էր վնասված անվադողը ու հասցնում է իրեն մի կողմ գցի, այլապես ողբերգական ելքից խուսափել չէր լինի։ Կալոստ էր փոխում, չէ՞։ Հա, հետո դուք սաղ անվտանգությունը պահպանել էր, չէ՞։ Նակը թրած էր ամեն ինչ, ավարիոնիկը միացած էր։ Լսել եք շիսոտ, բայց տեսել եք գարմուշկա դարձած շիսոտ։ Մարդ էլ կանանց միամսակի ամփոփման նախորդին այս տեսակի ամփոփում կատարի։ Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 29-ամյա Արայիկ Խաչատրյանի անունով հաշվառված Mercedes 600 մակնիշի 84-444 գոլդոտ համարանիշներով մեքենայի վարորդը Երևանից աշտարակ ընթանալիս բախվում է նոր կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհի բետոնե արգելապատնեշներին ու 15 մետրից ավել կլխկոնցի տալով գլխիվայր վիճակում հայտնվում ճանապարհի բաժանանար գոտում։ Ու հարվածն այնքան ուժեղ է լինում, որ կոտրվում է նույնիսկ երկու անվահեծերը։ Մազալուն այն էր, որ միշտ ճանապարհային ոստիկանները կպարզեն վարորդի ինքնությունը եւ արդյոք մեքենայում այլ ուղևորներ եղել են։ Մի երիտասարդ թախանցակին խնդրում էր, թե Շամշան ջան, ես ավտոյի մեջ եմ եղել, ստացվել է էլի, բայց մի խնդրանք, մեր վրով շատ չանցնեք էլի, բայց լավ կլիներ, որ կիսա գոլդոտ համարանիշները վրայից չանեք։ Ինչ է, ձեզ թվում է թե ասեղեր գցելու եք դեզի մեջ ու չեր գտնվելու, սակայն ժամեր անց մեքենայի մարտկոցի ու թափքի շնորհիվ համարանիշն էլ իմացանք, մեքենայի տիրոջ անունն ու հասցեն են։ Նաև այն, որ համարանիշները մեքենայի վրայից հանելու համար ճանապարհային ոստիկանի կողմից կազմվեց վարչական ակտ 200,000 դրամի չափով։
Չկա պաշտոնական վիճակագրություն, սակայն գրեթե ապացուցված է, որ տաքսիների մասնակցության վթարները հիմնականում տեղի են ունենում առավոտյան ժամը 4-ից մինչև 7 ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ ֆիզիոլոգիական հատկանիշներից ելնելով անկանոն ռեժիմով վարող տաքսիստների մեծ մասը կարող է ղեկին քնի, դա գերհոգնածությունից ելնելով, բայց լինում են նաև դեպքեր, երբ տաքսու վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում։ Ապրիլի 11-ի առավոտյան 6-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 28-ամյա Սերգո Մինասյանը խմած վիճակում մայրաքաղաքի Արցախի փողոցում մոտ 60 մետր դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվում հաստաբուն ծառին։ Այն որ ասում են, թե ծառերը կանգնած են մահանում, կարելի է ասել արդեն Հայաստանում դա սուտ կլինի։ Քանի որ հիմնականում ծառերը Հայաստանում մահանում են ավտովթարի հետևանքով։ Առաջինը վարորդին ու ուղևորներին օգնություն են ցուցաբերում այդ պահին նշված հատվածում սանմակրման աշխատանքներ կատարողները, որոնցից երկուսը վախվորած պատմում են, թե տեսանք մեքենան գալիս է մեր ուղղությամբ ու ցախավալները շպրտելով հասրինք փախնել։ Հիվանդանոցում մահանում է ուղևորներից Երևանի Դիմիտրովի փողոցի բնակիչ 31-ամյա Հովանես Գևորգյանը, իսկ վարորդն ու մյուս ուղևորը 30-ամյա Վարդգես Աշուղ Աթոյանը մինչև այս պահը գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ժամեր պահանջվեց մինչև հատուկ տեխնիկայի միջոցով մետաղի ջարդոնի վերածված օպելը տեղափոխվեց համապատասխան վայր, իսկ վախվորած հավաքարարները իրենց ձեռքի չպրտած ցախավալներով վերացնում են վթարի հետքերը։ Գողանալ 60 վայրկյանում կամ Կովկասի գերուհին։ Հիմա կասեք ինչ կապ կա երկու այս ֆիլմերի միջև։ Ասեմ ժողովուրդ ջան, ամենաուղղակի ու ոչ միայն ով է տեսել մարդ իրեն բուժող բժշկի ու քույրերի վրա դանակ քաշի, ավտոմեքենայից դուրս անի, նստի ղեկին ու թևերը բացած ճախրի մայրուղով։ Երեքշաբթի առաջին օրը կեսօրին Սարդարապատի բնակիչ 24-ամյա Հայկ Մադացյանը մի իսկական շոու էր կազմակերպել Արմավիրի բժշկական կենտրոնում։ Ու շոուն ավարտվեց Արմավիր Էշմիածին ճանապարհի 8-րդ կիլոմետրին Ակնալիշ գյուղի վարչական տարածքում։ Ժողովուրդը երբեք չի սխալում, երբ որ ասում է մի հատ գիժ մի քար գցում է հանդը 100 խելոք չի կարողանում այդ քարը հանդից դուրս բերել։ Մինչ Արմավիրի ոստիկանները հիվանդանոցում կզրուցեն վախից կարկամած ուժասների հետ, ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանն ու նույն գումարտակի առաջին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը հայտնաբերեցին եւ BMW-ն եւ Արևանգողին։ Ու եթե նախորդ տեսանյութում կատարվածից վախեցել են հավաքարարները, ապա այս դեպքում գյուղացիները, որոնք չիմանալով, որ վթարի ենթարկված BMW-ի ղեկին եղել է Արևանգիչ, որը նաև հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, փորձել են օգնություն ցույց տալ, բայց նա այս անգամ էլ դանակով հարձակվում է նրանց վրա։ Ստեղ են ասում՝ «Վայ ապերախտ, ապերախտ»։ Այդուհանդերձ վթարի հերոսը տեղափոխվում է Մեծամորի հիվանդանոց, իսկ վթարի վրա ժամանած BMW-ի տերը բժշկական կենտրոնի հոգեբույժը Ռոբերտ Ալեքսանյանը, տեսնելով ուտիլի վերածած սեփական BMW-ն, հոգեկան ծանր ապրումներով գլխիկոր հեռացավ։ Նրա հեռանալուց հետո հավաքվածները փառք են տալիս, որ լավ է այդ պահին վաննայի մոտ մարդիկ չեն եղել, քանի որ նույն վաննայում, որը BMW-ի հարվածից շպրտվել էր հանդիպակաց գոտի, վաճառքի նպատակով ձուկ էին պահում։ Հետ Տար Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը սիրենք իրար, քանի որ բարոյական յուրաքանչյուր կանոնի չափանիշը սերն է, ու ամենակարևորը մարդ լինենք։ Դա ամենադժվար մասնագիտությունն է։ Կհանդիպենք ապրիլի 21-ին ժամը 22-ին։ Լույս եւ հոգու ջերմություն բոլորիս։